Մասնատեցիք, ինքներդ մասնատեցիք այս երկիրը, ընդունեցիք այդ հիմար տերմինները որպես, չէ լավ, իրանք որպես տերմիններ հիմար չեն, այդ տերմինները որպես անվանումներ, որ դա եթե իհարկե ժամանակ հայտնվել էր, ամենաշուտը հայտնված, չեմ ասում, որ ձև չի էլի, որ մինչև այդ հայտնված լինի, բայց այնց հայտնի է, որ թե հայտնվել է այդ ժամանակ, թե կարար հայտնվել, որ հայտնվել էլի այդ բանը Արևելյան Հայաստան ու Արևմտյան Հայաստան, երբ որ հռոմեական կայսրությունն ու պարթևների տերությունը կիսեցին Հայաստանն իրենց միջև, որպեսզի չգիտեմ ոնց ասեմ, մատնանշեին, մատնացույց անեին Արևմտյան Հայաստանը կամ Հայաստանի արևմտյան մասը կամ Հայքի արևմտյան մասը կամ բանը արևելյան մասը Հայքի արևմտյան մասը կամ արևմտյան կեսը, որ մնացել է Հռոմի կազմում, Հռոմի այլի Հռոմի մեջ, հռոմեական կայսրության մեջ պիտի անվանեին արևմտյան Հայք, արևմտյան Հայաստան, իսկ արևելյանը արևելյան մասը կամ արևելյան կեսը արևելյան ու տենց գնաց ու տենց դարերով եղել է, դարերով դա գնացել է, հետո բյուզանդական կայսրություն, հետո ու ասես Սասանյաններ, Օսմանյան կայսրություն, Սելջուկներ, ինչ ասես, տենց գնացել է, իսկ դուք դա վերցել եք, սարքել եք անվանում, դա հասկանում եք, որ դա սարսափելի բան է, գոնե ինչ-որ տեղանուն վերցնեիք, օրինակ հիմա ինչ-որ, ասենց ասեմ, թղթի վրա ինչ-որ սենց վիրտուալ, սենց այդպիսի երկրներներ են կոչվում վիրտուալ երկիր գոյություն ունի, իրոք, Արևմտյան Հայաստան, ինչ-որ Արևմտյան Հայաստանի Հանրապետություն, տենց մի բան, անձնագրերով, եսի միջերով, շատ սխալ է, ահավոր սխալ է, ու իրանք էլ, այդ մարդիկ էլ, որ իրանց պատմությունը կարդում են, ուսումնասիրում են, բզբզում են, իրանք ասում են ոնց է առաջացել Արևմտյան Հայաստան տերմինը կամ Արևելյան Հայաստան, բայց միևնույնն է շարունակում են անվանել Արևմտյան Հայաստան, դուք հիվանդ եք, դուք ինքներդ եք հաստատում ձեր հայրենիքի մասնատումը, հիմա այս հիմիկվա ինչ-որ մնացել է 29,000 կիլոմետր քառակուսի աստվածաշանի գան, սա էլ կիսեն երկու մասի, սա էլ եք սկսելու անվանել Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, ծնդաբանություն է, չի կարելի այդպես, ով է իր երկրի բանը մասնատում է այդենց հաստատում, լավ կապիտուլյացիա են բանանում, ստորանում են, բայց ոչ այս ձևով են էլի հաստատում դա, սենց հանձնվում են բան, բայց ոչ բանի միջոցով, սենց ինչ-որ ընդունման ժողովրդական մասշտաբով, որ ժողովուրդը սկսում է դա անվանել այդպես, ու մի հատ էլ այդպես անվանում են սարքում դա, դե լավ, որ ժողովուրդը ուղղակի այդպես անվանում է, լավ, բայց որ դա անվանում են սարքում, ու մի հատ էլ դա ինչ-որ բանի անվանում են դնում պետության անվանում, հենց ինչ-որ գյուղ չեն էլի բանանում կոչում Արևմտյան Հայաստան կամ ինչ-որ չգիտեմ
ինչ-որ բան են արտադրում, ինչ-որ գինի ու թենց են կոչում, իրենք պետություն են այդպես անվանում, պետություն, հանրապետությունը դա պետություն է, թեկուզ վիրտուալ, դա արևմտյան Հայաստան, որ ուզում են դա ինչ-որ իրակ բան անեն։ Դուք չեք ուզում սա միացնեք, միացյալ երկիր սարքեք։ Դուք ինչի եք ուզում ձգտում ինչ-որ մասնատված առանձին եսիմինչ մասերի, ինչի եք դուք դրանց ձգտում, ձեզ դզում, հա, բանը 10,000 կիլոմետր քառակուսի տարածք ունեցող երկիր, 20,000, 30,000, դրանք ոչ միտեղ այդպիսի երկրներ չկան։ Գնա Եվրոպա նայի, բոլոր երկրները այնտեղ մեծ են։ Գնա Աֆրիկա նայի, բոլոր երկրները մեծ են։ Նեղաճք ժողովուրդների երկրները, որ ամենամեծն են, գնա Մոնղոլիան նայի, բանը, Ճապոնիան նայի, Չինաստանը։ Մենակ էս բանը, Կովկաս, Անդրկովկաս, այս կողմերն են, որ բանը, որ հանրապետությունը նայում ես, որը նայում ես, պուճուր, որովհետև իրանք իրանց մասնատում են։ Էնի ասում է ես բան եմ, Հյուսիսային Կովկաս, էնի ասում է ես Կաբարդին եմ, էնի ասում է ես էս եմ, են եմ։ Բայց որ գնում են իրանց մշակույթը, գիտնականները գնում են իրանց DNK-ին անում, իրանք բոլորը նույնն են գրեթե։ Գնում են իրանց մշակույթն են նայում, գրեթե բոլորը նույնն է, բայց իրանք ասում են բանը, մենք տարբեր ժողովուրդներ ենք։ Չկա ոչ մի բան, ինչ որ չեչեն, մեջեն, բան, դագեստանցի, ավար, չգիտեմ ինչ, իրանց որ DNK անես, իրանք բոլորը նույնն են։ Իրանց իրարից քիչ էս տարբեր։ Մշակույթով գոնե տարբեր լինեն, լավ, բայց իրանք մշակույթով տարբեր չեն։ Հենց մշակույթով այլի որոշում է, DNK-ով չի որոշում։ Բաները, որ գնաս բաներին նայես, դանիացիներին, ինչքան են իրանք իրարից հեռու գտնվում, բավականին հեռու են դանիացիներին, հոլանդացիներին, չգիտեմ, անգլիացիներին, ուզում ես գնա հասի Շոտլանդիա կամ Շվեդիան, իրանք բոլորը նույն արտաքինն ունեն, բայց ու իրանց գենետիկան էլ ես երևի 70%-ով նույն բանն է, բայց իրանց մշակույթները իրարից տարբերում են, իսկ Կովկասում դա էլ չկա, իրանց ես չեմ ասում, որ իրանք բան են, իրանց մշակույթը սենց նույնն է էլի, չէ, ես չեմ ասում, որ դա ինչ-որ սենց ինչ-որ բան է կամ ինչ-որ ոչ հարուստ, ինչ-որ ոչ, Կովկասի մարդկանց մշակույթները կամ չգիտեմ, ընդհանուր դա շատ հարուստ բան է, բայց իրանք իրար առնվազն շատ մոտ են։ Իրանք այնքան մոտ են, ես որ ասում եմ նույն բանն է, ես ուղիղ իմաստով չեմ ասում։ Ուղղակի իրանք իրար ահավոր մոտ են, ահավոր ձևի։ Իսկ իրանք իրանց առանձնացնում են ախպեր, իրանց մշակույթները իրար այդքան մոտ, իրանց բանը, գենետիկան, իրանց արտաքինը, ամեն ինչը, լեզուներն էլ երևի իրար ահավոր մոտ կլինեն, ինքարկի որ կթվա դրանք բաներ են էլի, ուղղակի տարբեր բարբառներ են, իրանք ասում են բանը, մենք ես այս ազգն եմ, ինձ ասում են ես այս ազգն եմ, ազգը շատ մեծ բան է, ազգերը իրարից մենն ոնց են տարբերվում, եթե դրանք իրոք ազգեր են։ Չեմ ասում իրանք ազգեր չեն, բայց այնտեղ որոշ ազգեր գիտությունը հաստատում է, որ գոյություն չունեն։ Այսինքն չերկեսները գոյություն չունեն, չերկեսները դրանք ադիկներ են, կաբարդինները գոյություն չունեն, կաբարդիններն էլ են ադիկներ, դա նույն ժողովուրդն է, նույն ազգն է։ Այդ ոնց որ հիմա մենք գիտենք, չէ՞ որ բաները, չգիտեմ, այս Արևելյան Հայաստանի ժողովուրդը հայեր են, սասունցիներ հայեր են, արցախցիներն հայեր են, ու բարեբախտաբար գոնե դա չի կեղծվել, բայց պատկերացրեք կեղծված լիներ, հաշվեցվել էր, որ այն արևմտյան մասը մի ազգ է արևելյանում, մի ազգ է, չգիտեմ, բաները ջավախքի հայությունը մի ազգ է,
Հասկանում եք, այդպիսի ցնդաբանություն չի կարելի ճանաչել մասնատումը ձեր հայրենիքի այս դեպքում, մեր դեպքում, հասկանում եք, մի հատ էլ դուք պայքարում եք, չեք ուզում, եթե դուք ուզեիք, եթե դուք համաձայն լինեք, եթե դուք ասեք, ոչինչ, լավ, բայց չէ, բայց այդ դեպքում դուք ինչի եք ինքներդ ճանաչում այդ ամեն ինչը, դուք չուզենալով եք ճանաչում, ես չեմ ասում ուզենալով եք ճանաչում, չուզենալով, ստեղ կապ չունի հասկանում եք, չեք հասկանում, որ կիսա հասկացումը ինչա, կապ չունի, մի անվանեք, Երիկա, ես չեմ ասում ընդհանրապես հանեք դա, օգտագործել դա որպես տերմին, որպես մատնանշում, հասկանում եք, հիմա ասենք կա ինչ-որ գյուղ, ամեն ինչ ունի իր ամեն աշխարհագրական, ինչ ասեմ, օբյեկտ, ամեն աշխարհագրական բան ունի իր հյուսիսային մասը, արևելյան մասը, արևմտյան մասը, հասկանում եք, հարավային մասը, օրինակ Երևանն ունի իր հյուսիսային մասը, արևելյան, արևմտյան, հարավային, նույնը վերաբերում է բանին, հայքին է վերաբերում, Հայաստանին է վերաբերում, դա անվանում չի, դա տեղ չի, Արևմտյան Հայաստան, դա ուղղակի այդ տարածքի արևմտյան մասն է, ինքնին այդպիսի տեղ տարածք գոյություն չունի, մեր պապերը, որ ասում եք անվանել են Արևմտյան Հայաստան, կա տենց բան, բայց դուք պետք է ասեք, որ պապերը, մեր պապերը, դուք որ ժամանակաշրջանը նկատի ունեք, 5-րդ դար, 15-րդ դար, որ իրանք միշտ չեն տենց անվանել, իրանք, որ ասում եմ, տենց անվանում, ոնց ասեմ, կարար սկսվեր անվանվել այդպես, բանը, ուրեմն, պարթևների ու հռոմեացիների միջև հայքի բանը կիսումից հետո կամ կիսումից սկսած, այդ ժամանակ եթե անգամ այդպես անվանվել է, կարար այսպես լիներ, կարային ինչ-որ պատմիչներ, ինչ-որ բարձր խավի մարդիկ այդպես անվանեն, սովորական ժողովուրդը ոչ, հասկանում եք, այտենց էլ կարար լիներ, իսկ 19-րդ դարում, 20-րդ դարում, գուցե 18-րդ դարում, պիտի որ էլի 18-ում այդ կողմերում անվանացնեն, միջնադարում, ուշ միջնադարում, գուցե վաղ տենց բաներ, բայց մի, ոնց ասեմ, դուք հասկանում եք, եթե ինչ-որ դա անտիկ ժամանակներից գար, դա ուրիշ հարց է, մեզ դե այդ Հռոմի ու պարթևների հայքը կիսել է հենց անտիկ ժամանակներ են, մեզ դե այդքան էլ անտիկ ժամանակներ չուներ ես, սենց այն ժամանակներից չեմ, որ ինքը անտիկի սկզբան էին, որ դու ուզում ես հնարավորինս հին ժամանակներով որոշեցել եւ ինչա ոնց է, բայց չես ուզում այդտեղ հասնես մեր թվարկությունից առաջ եսին որերորդ 100-ամյակ կամ 1000-ամյակ ու դու գնում ես անտիկ ժամանակներ, բայց այդ վաղ անտիկ էլի, չեմ ասում հենց դա անտիչն է, որ անտիկ ժամանակներից առաջ ա եղել, անտիկ ժամանակներով, բայց սենց վաղ անտիկ, ранее античный, էլի, որ իմենա, այդ ժամանակ տենց չի կոչվել,
Դե եթե Ռոմի ու Պարթևստանի միջև հայքի կիսումը չի եղել վաղ անտիկ ժամանակներում, իսկ ինչ վերաբերում է միջանտիկ ժամանակներին, դե չի եղել այդ ժամանակ, հաստատ, դա անտիչնայի времена, այդ ժամանակ չի եղել բանի Պարթևստանի ու Ռոմի միջև հայքի կիսումը, ես դա չեմ ճանաչում որպես անվանում, եթե այդպիսի հանրապետություն, ասենք, լինելու է, իմ կողմից ասեմ, որ Աստված չանի, ես իհարկե միանշանակ կողմ եմ, որ այդ հողերը հետ գան մեզ, բայց որ դա լինի միանա ներկայիս Հայաստանի, ոչ թե առանձին հանրապետություն ստեղծվի, կամ եթե ստեղծվի, թող ուրիշ ձև կոչվի, կամ մեկ այլ ձևի պետություն, էլի հայկական, բայց մեկ այլ ձևի կոչվի, թող կոչվի, չգիտեմ, Կարսի հանրապետություն կոչվի, ոնց ուզում է կոչվի, բայց չկոչվի Արևմտյան Հայաստան, որովհետև դա սխալ է։ Չէ, նենց այդ կարգի չի էլի, ոնց ասեմ, ինքը ինչ-որ իմաստով, տենց ինչ-որ տեղ բան է, թույլատրելի է, այն ինչ չի էլի, որ ձև չի, բայց ինձ դա մի ձևի ընդհանուր էլի այդ, որ Արևմտյան Հայաստան անվանում է որպես հենց ինչ-որ անվանում օգտագործել է, գործածել է, պետության անուն դնել է, մանավանդ երբ որ դա այտենց ոնց ասեմ, եկել զավթել, խլել, մասնատել, կիսել էտա, ու մանավանդ դա պետության անուն դնել է, երկրի,